Աչաջերի միջնակարգ դպրոցին կից կառուցվում է նոր հիդրոպոնիկ ջերմոց Hydrogreen Tavush ծրագրի շրջանակում։ Ծրագիրը մեկնարկել է նախորդ տարի 2024 թվականին Էստոնիայի Հանրապետության ֆինանսավորմամբ եւ փախստականների հարցերով Էստոնական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի նախաձեռնությամբ։ Ծրագիրը կյանքի է կոչվում միաժամանակ համադրելով բնապահպանական նորարարությունը, կրթությունն ու սոցիալական ներգրավվածությունը։ Ինչպես Էստոնիայում, այնպես էլ այստեղ Հայաստանում բազմաթիվ նախաձեռնություններ ու միջոցառումներ հիմնականում կենտրոնացած են մայրաքաղաքում, այս դեպքում Երևանում։ Որպես կազմակերպություն մենք ցանկանում ենք հասնել այն վայրերին, որոնք դժվար հասանելի են։ Տավուշը հենց այդպիսի շրջաններից է, ինչպես նաև Լոռին եւ Շիրակը, որտեղ մենք նույնպես իրականացրել ենք ծրագրեր։ Տավուշի մարզում մեր ներկայության նախադրյալն այն է, որ այստեղ նմանատիպ նախաձեռնությունները քիչ են, առկա է մեծ բաց, եւ մենք այստեղ ենք այդ բացը լրացնելու համար։ Տավուշի մարզում իրականացվող մեր այս ծրագիրը կենտրոնացված է դպրոցների վրա։ Դպրոցներին կից ներդրվում են ջերմոցներ, ջրախնայման համակարգեր եւ կոմպոստացման լուծումներ, միասնաբար նպաստելով ավելի կայուն եւ բնապահպանական ապագայի կերտմանը։ Ծրագրի արդյունքները շուտով տեսանելի կլինեն Աչաջուրում, իսկ Սևքարի եւ Կողբի դպրոցներում աշխատանքները նույնպես ընթացքի մեջ են։ Այսպիսով ջերմոցները դառնում են նախ բերքատու տարածքներ, ապա բաց դասարաններ, որտեղ դպրոցականները հնարավորություն կունենան սովորելու ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման, թափոնների կառավարման ու ընդհանրապես բնության հետ հաշտ ապրելու սկզբունքները։ Հանուր առմամբ մեր նպատակն է երեխաների մոտ բնապահպանական տեսանկյունից գիտելիքներ փոխանցել, ինչպես նաև իրենց շրջակա միջավայրի նկատմամբ ուշադրությունը եւ պատասխանատվությունը մեծացնել։ Հիդրոպոնիկ ջերմատների նշանակությունն այն է, որ ջրային ռեսուրսների խնայողությամբ մշակություն է իրականացվում, այսինքն այս տեսանկյունից մենք անդրադարձ ենք անում բնապահպանական խնդրին, որը ջրային ռեսուրսների սակավությունն է տարածաշրջանում եւ ինչպես մարզում, այնպես էլ Հայաստանում։ Մյուս տեսանկյունից ջերմոցները ծառայելու են նաեւ դպրոցներում սննդի անվտանգության հարցին, այսինքն այն ամբողջ մթերքը, որ մշակվում է դպրոցներում, այնուհետև իրացվելու է հենց դպրոցների դպրոցական սնունդ ծրագրի շրջանակներում։ Ծրագրի սոցիալական բաղադրիչը նախատեսում է նաև Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց ներգրավում ջերմոցային աշխատանքներում, նպաստելով նրանց զբաղվածությանն ու համայնքներում ինտեգրմանը։ Իսկ էստոնական փորձը հուշում է վաղ տարիքում էկոլոգիական գիտելիքների ձեռքբերումը կայուն զարգացող ապագայի գրավականներից է։